1933 թվականին Թուրքիայի դեսպանին սպանելու նպատակով ԱՄՆ կատարած ուղևորության ժամանակ նա ստեղծել է ծայրահեղ ազգայական ցեղակրոն շարժումը, որը նա հակադրել է իր տեսանկյունից «փափուկ մարմնով» դաշնակցությունը։ Գաղափարախոսության էությունը, ինչպես երևում է անունից, ազգի գաղափարին լիակատար կրոնական հնազանդությունն էր։ 1937 թվական. Դաշնակցության հետ խզում։ 1938 թվական. այս կուսակցությունից պաշտոնապես հեռացում համագումարում։ Հեռացման առաջին փորձը կատարվել է դեռևս 1921 թվականին նախկին Հայաստանի Հանրապետության ղեկավարության նախաձեռնությամբ, որը Նժդեհին հայտարարել է Զանգեզուրի անկման մեղավոր, սակայն կուսակցությունը չի աջակցել դրան։ Կապեր է հաստատել Բեռլինի հետ, հույս ունենալով համոզել գերմանացիներին հարձակվել Թուրքիայի վրա։ Հետագայում նա հանդիպում է Ռոզենբերգին և մասնակցում կովկասյան ժողովուրդների, ներառյալ ադրբեջանցիների էմիգրացիոն կազմակերպությունների ներկայացուցիչների կովկասյան բլոկին, Գերմանիային որպես Կովկասի ապագա ազատագրողի խորհրդային տիրապետությունից աջակցելու հարթակում։ 1942 թվականին դրոյի հետ միասին նա մասնակցում է գերմանական վերմախտի մաս կազմող հայկական ստորաբաժանումների կազմավորմանը, հիմնականում գերի վերցրած հայ կարմիր բանակի